Հիշողության կերպարանքները, ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները 14-րդ միջազգային սեմինարը մեկնարկեց Մատենադարանում։ Տարածաշրջանում եզակի այս մասնագիտական հարթակը իր շուրջն է համախմբել աշխարհի 18 երկրից 25 մասնագետ, վերականգնողների, գրադարանների, արխիվների և թանգարանների ղեկավարների։ Սեմինարի նպատակն է խթանել փորձի փոխանակումը, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող գիտելիքների տարածումը, ինչպես նաև ամրապնդել միջազգային համագործակցությունը ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ոլորտում։ Ըստ էության արդեն 14 տարի մենք հետևողականորեն իրականացնում ենք միջազգային գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման կատարելագործման ծրագիրը։ Այս հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ մենք այսօր խոսում ենք գնալով մեծացող աշխարհագրության, գնալով ընդլայնվող միջազգային համագործակցության մասին։ Մատենադարանում պահվող գիտելիքի և պատմական ժառանգության հարստության գիտակցումն է, որը ընդգծում է ազգային սահմաններից անդին մշակութային պահպանության համընդհանուր կարևորությունը, ընդգծելով բոլորիս համատեղ պատասխանատվությունը։ Ինչպես անցած տարի, այս տարի ևս Արարատ բանկը համաֆինանսավորում է սեմինարը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության և Եվրամիության հետ համատեղ։ Արարատ բանկի հովանավորությամբ էականորեն բարելավվել և արդիականացվել են Մատենադարանի տեսահսկման և անվտանգային համակարգերը։ Նշենք, որ անցած տարի Արարատ բանկի ֆինանսական աջակցությամբ ստեղծվել և վերազինվել էր Մատենադարանի ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան, իսկ համաֆինանսավորմամբ անցկացվել էր նաև 13-րդ միջազգային սեմինարը։ Այս տարի մասնակիցները հնարավորություն կունենան անցկացնել վարպետաց դասեր Մատենադարանի նորաստեղծ լաբորատորիայում և նորաբաց վերականգնողական թղթի արտադրամասում։ Ի պատիվ մեզ բոլորս իրար հետ կարողանում ենք ազգային արժեքներին միտված ծրագրեր իրականացնենք եւ այսօր մեր համար դա շատ ուրախալի օր է, որովհետեւ սեմինարը, որը 14-րդ անգամ իրականացվում է Հայաստանում, Մատենադարանի պատերի ներքո, դա ունի միջազգային մեծ նշանակություն։ Գիտագործնական սեմինարի բացման պաշտոնական արարողության ժամանակ Արարատ բանկին շնորհվել է բարերար Մատենադարանի ոսկե մեդալը, իսկ բանկի անունը ոսկե տառերով զետեղվել է պատվո կամարում։ Մենք սահմանել ենք Մատենադարանի բարերար ոսկե մեդալը, որ տրվում է Մատենադարանի գործունեության մեջ բացառիկ կարևոր դերակատարություն և ներդրում ունեցող կազմակերպություններին և անհատներին, և տնօրինության որոշմամբ այսօր Արարատ բանկին շնորհվում է բարերար Մատենադարանի ոսկե մեդալը, այնուհետև թանգարանում պատվո կամարի մեջ կբացվի նաև բանկի անվանումը։ Հավելենք, որ սեմինարը կընթանա մինչև հոկտեմբերի 17-ը, ընդգրկելով զեկուցումներ, վարպետաց դասեր և մասնագիտական քննարկումներ, նվիրված մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնման արդի մարտահրավերներին։